Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 22 է փետրվարի օրը շաբաթ, բարի երեկո։ Փետրվարի 20-ից ստեղծած առատությունը դժվար անցանելի վիճակ էր ստեղծել Գավառ համայնքում։ Համայնքապետարանի նախաձեռնությամբ Գավառ համայնքի կոմունասպասարկում եւ բարեկարգում հիմնարկը պարբերաբար ձյանմաքրման եւ աղուավազով մշակման աշխատանքներ է իրականացնում Գավառ քաղաքի եւ 11 բնակավայրերի փողոցներում։ Աշխատանքներն այժմ էլ ընթացքի մեջ են։ Ուժեղացնել ոստիկանական համակարգի կարողությունները գենդերային եւ ընտանեկան բռնության դեպքերի կառավարման ոլորտում։ Այս նպատակին է ուղղված Հայաստանում մեկնարկած Գենդերային արդարադատության ակադեմիա ծրագիրը։ Բաց սահմաններ խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման ինստիտուտ հասարակական կազմակերպությունը մեկնարկում է Գենդերային արդարադատության ակադեմիա ծրագիրը, ուժեղացնել ոստիկանական համակարգի կարողությունները գենդերային եւ ընտանեկան բռնությունների դեպքերի կառավարման ոլորտում։ Սա է ծրագրի հիմնական ուղղվածությունը։ Ծրագիրը մեկնարկում է համայնքային ոստիկանության շուրջ 100 աշխատակցի վերապատրաստմամբ։ Գենդերային բռնությունների կանխարգելմանն ուղղված ծրագիրը ոստիկաններին կտա բռնության զոհերի եւ բռնարարների հետ աշխատանքի նոր հմտություններ։ Հատկապես ընտանեկան բռնությունների կանխարգելման առումով այս վերապատրաստումը էական դրական ազդեցություն կունենա թե ոստիկանների համար մասնագիտական գիտելիքների ձեռբերման գործիքակազմի ճիշտ կիրառման առումով, թե նաև մեր սիրելի հայրենակիցների համար, մեր ազգաբնակչության համար, այսպես ասենք, իրենց օրը կլինի ավելի ապահով եւ մենք ամեն ինչ պետք է անենք ոստիկաններս, որպեսզի ապահովենք մեր քաղաքացիների անվտանգությունը, այդ թվում նաև ընտանեկան միջավայրում։ Գենդերային արդարադատության ակադեմիա ծրագիրը ֆինանսավորում է Նիդերլանդների թագավորությունը, որի ներկայացուցիչները նույնպես մասնակցում են դասընթացների մեկնարկին։ Ընտանեկան եւ գենդերային բռնությունների խնդրին բախվում են ամբողջ աշխարհում, ասում է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանը, ներկայացնելով իրենց երկրում երևույթի կանխարգելմանն ուղղված ծրագրերը։ Ընտանեկան բռնությունը ցավոք տեղի է ունենում եւ նույնիսկ կանայք են սպանվում ընտանիքում, այնտեղ ուր մենք թերևս ամենապաշտպանվածը պետք է զգանք մեզ։ Սա ներքին մասնավոր խնդիր չի, այլ հասարակական, որի լուծումը հստակ մոտեցումներ է պահանջում։ Եվ հենց այս նպատակով է, որ մենք աշխատելու ենք ոստիկանների հետ, քննարկելու ենք բազմաթիվ հարցեր, լսելու ենք կարծիքներ եւ առաջարկություններ։ Ոստիկանների վերապատրաստումն իրականացնում են Նիդերլանդների ոստիկանական համակարգի մասնագետները, գենդերային բռնությունների դեպքերի բացահայտման, վարման եւ կանխարգելման իրենց փորձն ու մեթոդաբանությունն են ներկայացնում։ Համակարգի աշխատակիցները ստանալու են եւ գիտելիքներ միջազգային օրենսդրության վերաբերյալ փորձի փոխանակում, ինչպես է իրականացվում լավ փորձի կառավարում տարբեր երկրներում, ինչն է լավ աշխատում Հայաստանի Հանրապետությունում եւ ինչը բարեփոխելու կարիք ունենք։ Բացառիկ է նաեւ իրենց հետ աշխատելու է ոլորտի հոգեբան, ով հոգեբանական հմտություններ է սովորեցնելու պրակտիկ գիտելիքներ, ինչպես միաժամանակ աշխատել եւ զոհի հետ եւ բռնարարի։ Բռնության զոհերի եւ բռնարարների հետ աշխատելը հեշտ չի, առաջին հերթին հոգեբանական առումով։ Գիտեմ, շատերդ աշխատել եք եւ այդ դեպքերը բավականին ազդող են եղել։ Այժմ միասին պետք է մշակենք այնպիսի մեթոդներ, որոնք կօգնեն նման իրավիճակներում առավել գործնական մոտեցումներ ցուցաբերել։ Գենդերային արդարադատության ակադեմիայի շրջանակում վերապատրաստումներ են անցնելու նաև դատական համակարգի, ընտանեկան բռնությունների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Անահիտ Կարյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում հաճելի հանգստյան օր։